հատկապես։ Հայաստանի էլեկտրական ցանցերը այս պահին դե ֆակտո պատկանում է պետությանը եւ բարձրացել է ընկերության ակտիվությունը, կառավարության ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Եթե հեծի շուկայական արժեքը կլինի, այսպես ասած, հասանելի պետական բյուջեի համար, մենք դա լիարժեք ամբողջությամբ կպետականացնենք, կազգայնացնենք եւ կհանձնենք հավատարմագրված կառավարման միջազգային բարձր պրոֆեսիոնալ ընկերության կամ ընկերությունների խմբի։ Այսինքն հիմա շուկայական գնահատման գործընթացն է տեղի ունենում, որովհետեւ հիմա նաեւ որոշ կարծիքներ են հնչում, բայց շատ նախնական, որովհետեւ կարող է պարզվի, որ հեծի ֆինանսական վիճակը այնքան վատ է, որ իր շուկայական արժեքը շատ ցածր է եւ կարելի է ուղղակի կառավարության որոշմամբ ինչ-որ մի գումար հատկացնել։ Փաշինյանը նշել է, որ հեծը որպես գործընկեր համագործակցում է Հայաստանի տասնյակ ընկերությունների հետ, ինչը նախկինում այդքան էլ այդպես չէր։ Հեծի մրցույթներին մասնակցում էին նախկին կառավարիչների հետ կապված ընկերությունները։ Փաշինյանը սա որակել է որպես կոռուպցիոն եւ փողերի լվացման համակարգ, որը իրենք բացահայտել են եւ հարուցել քրեական գործեր։ Չափազանց հետաքրքիր process-ներ են ընթանում։ Ադրբեջանից Հայաստան եկող բենզինը ադրբեջանական թե ռուսական է։ Ռետորական հարց է հնչեցրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հիշեցնելով, որ Ադրբեջանն ունի մեկ նավթազտարան եւ այն հազիվ է բավարարում իր պահանջները։ Իսկ անցած տարի Ադրբեջանը Ռուսաստանից ներմուծել է 120,000 տոննա պրեմիում տեսակի բենզին։ Քոչարյանը նաեւ հիշել է Հեյդար Ալիևի հետ իր հեռախոսազրույցը հայ-ադրբեջանական առևտրի առաջարկի մասին։ Մի անգամ զանգել էի Հեյդար Ալիևին եւ ասել եմ մեծ ծրագիր ենք անում լիսի հիմնադրամով ասֆալտ ենք։ Ես անձամբ զանգել եմ իմ գրասենյակից եւ իրեն առաջարկել եմ, որ բիտումը մենք իրենցից առնենք։ Այո, Իրանից են բիտումը, ասի լավ էլ քայլան մենք նաեւ սկսենք տնտեսական հարաբերություններ ձևավորել։ Ինքը ասեց մի երկու օր դուր մտածեմ հետ կզանգեմ։ Երկու օր հետո զանգելա, գիտեք ինչ ասել։ Ասելա ճիշտ ես ասում, բայց մեր մոտ կարող է դա սխալ ընկալել։ Ես որ այդ գործարքին գնամ, ինձ շատ ուշ քննադատության տակ կհայտնվեմ։ Ես իրեն ասել եմ, ես ինձ ավելի շատ պետք է Հայաստանում քննադատեն, որովհետև մենք ենք առնում, փողը մենք ենք տալիս ձեր ապրանքը բերում։ Ասում եմ, գիտես, մի քիչ տրամադրությունները այստեղ ուրիշ են։ Դուք հաղթած կողմ եք, ու տրամադրությունները ուրիշ են։ Հրապարակային գոհունակություն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնացած է համարել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իմացությունը տարածաշրջանային եւ միջազգային իրադրության մասին։ Կարծում եմ պարոն Քոչարյանի գիտելիքները եւ իմացությունը տարածաշրջանի եւ միջազգային իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են, որևէ այլ բան չունեմ ավելացնելու։ Ռոբերտ Քոչարյանը իր ասուլիսում նշել էր, որ թրիփը մեր ամենամեծ անվտանգային սպառնալիքն է դառնալու։ Ըստ երկրորդ նախագահի թրիփը հայ-ամերիկյան պրոյեկտ է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար։ Ի դեպ Փաշինյանի արձագանքի մասին նույնպես հարցրել են Քոչարյանին։ Նա ասել է. «Մեջբերում, ես վաղուց չեմ մեկնաբանում այդ մարդու ասացները»։ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև հարաբերությունները հասել են վտանգավոր սահմանագծի, թեև Իրանում ավարտվել են զանգվածային անկարգությունները, սակայն Մերձավոր Արևելքում լարվածությունը նոր փուլ է անցել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին ի պատասխան Իրանի ղեկավարությունը հայտարարել է լիակատար մարտական պատրաստվածության մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ իրանական ափերը շարժվել ամերիկյան ռազմական հսկայական նավատորմ Աբրահամ Լինքոլն ավիակրի գլխավորությամբ։ Նա զգուշացրել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է ավելի հզոր հարված հասցնել Իրանին, քան 2025 թվականի ամռանը, շեշտելով, որ ժամանակը սպառվում է։ Ըստ CNN-ի Սպիտակ տունը մի քանի սցենար ունի՝ հարվածներ միջուկային օբյեկտներին, պետական հաստատություններին եւ ուժային այն կառույցներին, որոնք պատասխանատու են երկրում բողոքի ցույցերի ճշմարտ համար։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին զգուշացրել է, որ Իրանի զինուժը պատրաստ է անհապաղ եւ հզոր պատասխանի։ Նախարարի խոսքով Թեհրանը երբեք չի ձգտել միջուկային զենք ձեռք բերել, քանի որ նման զենքերը տեղ չունեն զինանոցում։ Ըստ նրա, Իրանը բաց է արդար համաձայնագրի համար, բայց ոչ սպառնալիքների ներքո։
حرف میزنیم. Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին փաստացի մերժել է ուրանի հարստացումը դադարեցնելու ԱՄՆ-ի առաջարկը, այն համարելով միջամտություն երկրի ներքին գործերին։ Նա շեշտել է, որ ցանկացած ռազմական գործողություն կհամարվի լայնածավալ պատերազմի սկիզբ եւ պատասխան հարվածներ կստանան նաեւ ԱՄՆ-ի դաշնակիցները, մասնավորապես Իսրայելը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն առաջարկել է Թրամփին կազմակերպել եռակողմ գագաթնաժողով ճգնաժամը մեղմելու համար։ Եվրամիությունը Կայա Կալասի գլխավորությամբ քննարկել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս նահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառելու հարցը։ Այս քայլը ըստ վերլուծաբանների կլեգիտիմացնի ԱՄՆ-ի հնարավոր հարվածները Իրանին։ Ռազմական բախմավտանգի պատճառով կրկին ընկել է իրանական ռիալի կուրսը։ $1 արժեքը դարձել է մոտ 2 միլիոն ռիալ։ Այս ամենի ֆոնին Թեհրանը պաշտոնապես ներկայացրել է իր նոր 2000 կիլոմետր հեռահարությամբ Խորեմշեհր բալիստիկ հրթիռը։ Այն իրանական զինանոցի բալիստիկ հրթիռներից ամենանշանավորն է։ Միջազգային վերլուծաբանները չեն բացառում, որ ԱՄՆ-Իրան ռազմական բախումը կարող է սկսվել 48 ժամվա ընթացքում, եթե դիվանագիտական խողովակները վերջնականապես փակվեն։ Եվրամիությունը եւ Ադրբեջանը Եվրոպական ներդրումային բանկի հետ համատեղ համաձայնել են սկսել Նախիջևանի երկաթուղային նախագծի իրագործելիության ուսումնասիրության աշխատանքները։ Ըստ Ադրբեջանում Եվրոպական միության պատվիրակության նախագիծը կարևոր ներդրում է տարածաշրջանում տնտեսական հոսքերի բարելավման գործում։ Երկաթուղին կդառնա տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի մի մասը, ապահովելով Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի կապը շուրջ 15 օր տարանցիկ ժամկետում։ Եվրոպայի եւ Ասիայի միջև բազմազան հուսալի եւ կայուն երթուղիները մեր ընդհանուր ռազմավարական շահերից են բխում, նշված է հայտարարությունում։ Ավելի վաղ Դավոսում կայացած 5-օրյա համաշխարհային ֆորումի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Եվրոպական միության լայնման հարցերով մարտակոսը քննարկել էին հետագա համագործակցության մանրամասները։ In Berlin im Dezember und Ուկրաինայի 2027 թվականի հունվարի 1-ին Եվրամիությանը միանալու մասին խոսք անգամ լինել չի կարող։ Դա պարզապես անհնար է, հայտարարել է Գերմանիայի կանցլերը։ Նրա խոսքով այժմ կան այլ առաջնահերթություններ Աբու Դաբիում ընթացող բանակցությունները։ Անդամակցել ցանկացող յուրաքանչյուր երկիր նախ պետք է համապատասխանի այսպես կոչված Կոպենհագենի չափանիշներին, եւ այս գործընթացը սովորաբար տևում է մի քանի տարի, նշել է Գերմանիայի առաջնորդը։ Ուկրաինայի անդամակցությանը դեմ է նաև Հունգարիան։ Հենց այդ պատճառով են լարված հունգարա-ուկրաինական հարաբերությունները։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ 2027 թվականի սկզբից Ուկրաինան արդեն Եվրամիության անդամ է լինելու։ Є також значні проблеми з електрикою. ԱՄՆ-ի, Գրելանդիայի եւ Դանիայի միջև եռակողմ բանակցություններ են տեղի ունեցել, հայտնել է Դանիայի արտգործնախարարությունը Reuters պարբերականին։ Հանդիպմանը ներկա են եղել 3 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նրանք քննարկել են Արկտիկայում անվտանգության վերաբերյալ ամերիկյան մտահոգությունների հարցը, սակայն միևնույն ժամանակ պահպանելով թագավորության կարմիր գծերը, նշել է պարբերականը։ Այս ամենին զուգահեռ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շարունակում է լարել իր հարաբերությունները Դոնալդ Թրամփի հետ։ Նա տեսանյութ է հրապարակել Դանիայի եւ Գրելանդիայի վարչապետների հետ եւ շեշտել, որ Գրելանդիան ոչ վաճառվում է, ոչ էլ պետք է գրավել այն։ Սա կարծես թե սրել է երկու առաջնորդների հարաբերությունները։ Դանիայի վարչապետ Մեդե Ֆրեդերիկսենի վարկանիշը ըստ Պոլիտիկո պարբերականի վերլուծության բարձրացել է երկրի ինքնիշխանության, կատաղի պաշտպանության եւ Գրելանդիան բռնակցելու Թրամփի սպառնալիքների ֆոնին։ Քաղաքական մոռացությունից վարչապետին փրկել է հենց ամերիկյան առաջնորդը։ The three of us agree that this is a priority.